ԵՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների շարք է ունեցել։ ԵՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ԵՀԿ գործունեությանը, քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում Միրզոյանն ընդգծել է թրիփուղու կյանքի կոչմամբ եւ բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։ ԵՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հետ գործակցության հիմնական ուղղությունները Արարատ Միրզոյանը քննարկել է գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանի հետ։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի կառավարության գնահատմամբ ժողովրդավարությունն է դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուրը, ուստի Երևանը վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Երկուստեք կարևորվել է միջազգային կառույցների հետ ակտիվ գործակցությունը։ Կողմերը անդրադարձ են կատարել հապատակեկատվության արդյունավետ հակազդելու մեխանիզմներին, շեշտելով համագործակցության պատրաստակամությունը նաև այս ուղղությամբ։ Ավստրիայում Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների քննարկմանը կարևորվել է գործարար կապերի խրախուսման առնչվող հետևողական աշխատանքը, միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը։ Արարատ Միրզոյանն ու Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում եռակողմ ձևաչափով։ Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերի պետնախարար Ստեֆան Դոութի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ժողովրդավարության մարտահրավերների արդյունավետ հաղթահարում, Հայաստանի դիմակայունության ամրապնդում հարցերը եւս քննարկման օրակարգում էին։ Միրզոյանը ներկայացրել է նաեւ թրիփուղի ծրագրի իրականացման ակտիվ աշխատանքները։ Միրզոյանն ու Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերի լիազոր նախարար Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, կարևորելով հարցի ռազմավարական բնույթը։ Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները ներկայացրել է Միրզոյանը։ Ալբանիայի արտգործնախարար Էլիզա Սպիրոպալի հետ էլ քննարկվել են երկկողմ գործակցության զարգացման հարցեր, կարևորվել է տնտեսական նորարարությունների եւ այլ ոլորտներում գործակցության ներուժի արդյունավետ իրացումը, անդրադարձ է կատարվել Եվրամիության առնչվող գործակցության հարցերի, նախարարներն ընդգծել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։